Ողջույն սիրելիներս, այսօր եկել եմ խոսեմ մի թեմայի մասին, որը ինձ համար շատ վերջին շրջանում շատ արդիական եւ ծանր է դարձել։ Իրականում թեման վերաբերվում է հայկական մամուլին եւ առհասարակ մեր հանրությանն ու հասարակությանը։ Խոսքս վերաբերվում է իմ Հայաստանին, իմ հայ ժողովրդին։ Սիրելիներս, ես հասկանում եմ, որ 30 տարի շարունակ ես ինքս Եվս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ ժամանակի ընթացքում հասկացել եմ, թե ինչ է տեղի ունեցել իմ շուրջը եւ ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն տարիներ շարունակ փորձել են դեգրադացնելու եղանակով մեզ, մեր ազգին եւ առհասարակ բոլորիս տանել կործանման։ Վերջին շրջանում փորձեցի մի քանի օր հանգստանալ եւ հանգիստս կազմակերպելու ընթացքում սկսեցի դիտարկել ինչ է տեղի ունենում, ուրեմն համացանցում հերթով սկսեցի ուսումնասիրել բոլոր լրատվականների գործունեությունը, նրանց հետևորդների թիվը, քանակը եւ ուրեմն ինչ կարգախոսներ են մեր լեզվով ասած կոմենտներ են գրվում տվյալ նյութերի ներքո։ Իրականում պատկերը ինձ համար շատ ցավալի է։ Ինչու է ինձ համար ցավալի պատկերը, որովհետև այն կոմենտները, որոնք որ ես կարդում եմ, ես զարմանում եմ։ Սիրելիներս, գոյություն ունի, ուրեմն առաջին հերթին խոսքս վերաբերվում է լրագրողներին։ Հարգելի լրագրողներ, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, որևէ մեկին նեղացնել կամ այս պահին խոսել օպոզիցիա եւ իրական լրագրողների մասին։ Խոսքս վերաբերվում է իրականում այն լրագրողներին, որոնց տգիտության արդյունքում տոժում են նաեւ ուրեմն բանիմաց լրագրողները, ուստի բանիմաց լրագրողները եւս քիչ չեն Հայաստանի Հանրապետությունում եւ մեր հասարակության մեջ։ Նախ նյութերը կազմելուց չի կարելի նյութերը կազմել այնպես, որ վերնագիրը ուղղակի լինի ինտրիգային, դա չեմ կարծում, որ քաղաքակիրթ մարդիկ այդ ինտրիգային վերնագիրը կարդալով են մտնում եւ ձեր էջերը ուսումնասիրում կամ մուտք գործում ձեր լրատվական։ Ձեր ձևակերպած հարցերը, որոնք որ դուք ձևակերպում եք, դուք դրանց մեջ ընդհանրապես միտք գաղափար տեսնում եք, միտք գաղափար դուք ձեր ձևակերպած ուրեմն հարցերի մեջ տեսնում եք, վերջին շրջանում ուրեմն մի հոլովակ աչքովս ընկավ, չեմ ցանկանում տալ լրատվականի անունը, որպեսզի գովաստ չհնչի, որակումով լրագրող է, հարց է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ցանկանում եք, որ Աննա Հակոբյանը ձեզ կրթի։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն հարիր հպարտությամբ ձգվեց միանգամից եւ ասեց. պետք լինի մենք կկրթենք, մենք կրթության կարիք չունենք։ Սարսափելի է, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը ունի ամենօրյա կրթվելու կարիք։ Սիրելիներս, եթե դուք չեք հասկացել, ես շատ վաղուց եմ հասկացել, որ աշխարհը շատ մեծ արագությամբ առաջ է գնում, եւ եթե մենք ցանկանում ենք գնալ Եվրոպա, ձեր ասած արևմուտքը, մենք պետք է կարողանանք հասնել նրանց ուրեմն գաղափարներին, հասնել այն կետին, որ մեզ թույլատրեն մուտք գործել Եվրոպա։ Կրթվելը ամոթ չէ։ Աննա Հակոբյանի ուրեմն կրթվելը նորաձև է ծրագիրը շատ լավ ու հետաքրքիր նախաձեռնություն է եւ այնտեղ ձեզ չի կրթում Տիկին Հակոբյանը։ Եթե դուք հետևում եք, Տիկին Հակոբյանը տարբեր մասնագետների է հրավիրում այնտեղ եւ նրանք բանախոսություններ են կարդում, որտեղից կարելի է
շատ բաներ սովորել։ Ես շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում չեմ եւ չեմ մասնակցում կրթվելի նորաձևե ծրագրի։ Խնդրում եմ իմ ասածները չընկալեք որպես գովազդ կամ գով Տիկին Հակոբյանին, ամենևին։ Բայց իրականում մենք այսօր ունենք այդ կրթության կարիքը։ Ես էլ ունեմ այդ կրթության կարիքը։ Ես ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, ես ինքնակրթվում եմ։ Հայաստանյան ոչ մի բուհ ինձ չի տվել այն, իմ սովորած տարիներին, ինչը ես ձեռք եմ բերել ինքնակրթվելով։ Ես երբեք մարդկանց չեմ ասում, ես գիտեմ, երբ դիմացիս մարդը խոսում է, ես ամենայն ուշադրությամբ նրան լսում եմ։ Փորձում եմ ընկալել եւ որսալ ինձ համար, իմ առօրյայի, իմ աշխատանքի, իմ գաղափարների մոտիկ որսալ որևէ նախադասություն, որը ինձ կօգնի։ Հաջորդ խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսալ, վերաբերվում է ուրեմն կարգախոս գրողներին։ Հարգելի կարգախոս գրողներ, դրված է նյութ, գրված է ենթավեռնագիր, Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց SSS բանը։ Սիրելիներս, այդ ենթավեռնագրից հետո գոյություն ունի մի հատ երկար տեքստ մանրամասնություններով, ինչ է հայտարարել Հայաստանի Հանրապետության ուրեմն վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես խնդրում եմ, սեղմեք լինքի վրա, մուտք գործեք լրատվական ալիք։ Մեկ անգամ ուշադիր կարդացեք տվյալ նյութը, որից հետո փորձեք այն վերլուծել, ընկալել, որից հետո նոր խելամիտ կարգախոս գրեք, սիրելիներս։ Այնպիսի կարգախոսներ եմ տեսնում, որ մտնում ես նյութի ամբողջ ընթացքը կարդում ես ու այդ գրած կարգախոսը ոչ մի ուրեմն կապ չունի տվյալ նյութի հետ։ Դիմում եմ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարներին։ Ես ձեզ խնդրում եմ, հիշեք, որ 30 տարի շարունակ ազգը դեգրադացվել է եւ ունի կրթության կարիք, սիրելիներս։ Վերջին 7 տարիների ընթացքում ինչ արել է պարոն վարչապետը, շատ մեծ գործ է, բայց կրկին կրթության պակաս կա եւ այսօր Տիկին Աննա Հակոբյանը փորձում է լրացնել այդ պակասը։ Սիրելի եւ հարգելի ղեկավարներ, երբ ձեր էջերում օգտագործում եք միջազգային տերմիններ, ես խնդրում եմ, գոնե կոմենտ բաժնում այդ միջազգային տերմինի մասով փոքրիկ գրառում կատարեք, որպեսզի ժողովուրդը կարողանա հասկանալ դա ինչ է։ Երբ խոսում ենք էսկալացիայի մասին, մարդիկ ինձ գրում են Նատալի ջան, ինչ է էսկալացիան։ Նույն խնդրի հետ ես առերեսվում եմ այսօր։ Բազմաթիվ քաղաքացիներ ինձ զանգ են տալիս եւ հարցնում են Նատալի ջան, սկզբում ասում էին խաղաղության պայմանագիր, ինչու է պայմանագիրը դարձել համաձայնագիր եւ որն է դրանց տարբերությունը։ Սիրելիներս, ես չունեմ շատ մեծ աուդիտորիա, որպեսզի նստեմ, մանրամասն բացատրեմ եւ մարդիկ հասկացված լինեն։ Ես դիմում եմ ձեզ, չեմ պահանջում, հպարտություն չեմ անում։ Ես ձեզ խնդրում եմ, մեր ժողովուրդը դեռ չի հասել այն մակարդակին, որպեսզի կարողանա հասկանալ, ինչ է իրենից ներկայացնում տվյալ միջազգային տերմինը։ Խնդրում եմ, փոքրիկ կոմենտի տեսքով գոնե ձեր գրած նոթերում լուսաբանեք, մեկնաբանեք տվյալ բառի իմաստը։ Կարծում եմ այսքան է։